Բարև ձեզ, բարի գալուստ, update լրատվական, թարմացնենք օրվա լրահոսը միասին։ Եվ այսպես Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն։ Նախագահը շնորհավորել է դեսպանին և իդեմս նրա նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթելով խաղաղություն, հաջողություն և բարօրություն։ Կողմերը քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերը, թե կենտրոնական և թե տեղական իշխանությունների մակարդակով, ինչպես նաև կարևորվել է համագործակցության խորացումը ռազմարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում։ Հանդիպման ավարտին դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հանրապետության նախագահին այցելության, բարեմաղթանքների և երկկողմ հարաբերությունների խթանման գործում ցուցաբերվող աջակցության համար։ Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցնող օրերին այցելել է նաև թատրոններ։ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, փաստելով, որ թատերական դահլիճները լեփ-լեցուն են։ 4 օր, 4 տարբեր թատրոններում, 4 տարբեր ներկայացումների մասնակցել եւ բոլոր տեղերում դահլիճները լեփ-լեցուն են։ Եվ սա շատ հաճելի արձանագրում էր ինձ համար։ Եվ մտածում եմ, թե այս ամենը, այս փաստը ինչի մասին կարող է վկայել։ Առաջինը ակնհայտորեն Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա եւ ամեն օր կա ընտրություն, թե ուր գնալ։ Թատրոն, համերգ, կինոթատրոններում նույնպես շատ ակտիվ է, ել չեմ ասում ակումբների մասին, եւ գոնե իմ տեսածով բոլոր տեղերում լեփ-լեցուն է։ Երկրորդը նշանակում է, որ մշակույթի ոլորտի գործիչները նաեւ շուկա են ստացել, որտեղ կարող են իրենց ստեղծագործական տաղանդը բարև ձեզ արտահայտել, զարգացնել եւ վերածել նաեւ նյութական արդյունքի բարեկեցության զարգացման։ Երրորդը նշանակում է մարդիկ տրամադրություն ու հավես ունեն թատրոն գնալու, թատրոն, համերգ, օպերա, բալետ գնալու եւ սա նաեւ էական է երկրում հաստատված ընդհանուր մթնոլորտը հասկանալու եւ նաեւ առաջիկայի նկատմամբ հանրային տրամադրվածությունը եւ տրամադրությունը հասկանալու համար։ Մեծ հաշվով, եթե մի նախադասությամբ ամփոփելու լինեմ, լեփ-լեցուն թատերական եւ համերգային դահլիճները իրականում լավատեսության եւ ապագայի նկատմամբ համոզվածության նշան են։ Էլ ինչ ուրիշ տարբերակ կարող է լինել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին կտրամադրվի 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը, 9 աշխատանքային օր տևողությամբ, հուլիսի 21-ից 31-ը ներառյալ։ Այս մասին նշվում է վարչապետի հուլիսի 16-ի որոշման մեջ։ Հիշեցնենք, այժմ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում։ Վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Մհեր Գրիգորյանը։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. Հարգելի գործընկերներ, համակարգի վետերաններ, շնորհավորում եմ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեր երկրի սեյսմիկ առանձնահատկությունները թելադրում են շարունակաբար զարգացնել սեյսմիկ պաշտպանության ոլորտի կարողությունները, համադրելով տարիների փորձն ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումները։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ, ընդգծելով աղետների ռիսկի կառավարման, գիտական ներուժի և մասնագիտական պատրաստվածության առանցքային նշանակությունը։ Այսօր մեր ջանքերն ուղղված են սեյսմիկ անվտանգության համակարգի շարունակական արդիականացմանը, զարգացնելու կարողությունները, ամրապնդելու սեյսմիկ մշտադիտարկման հնարավորությունները
գործողությունները, բարձրացնելու համայնքների պատրաստվածությունը և ձևավորելու առավել անվտանգ միջավայր։ Այս համակարգի գործունեության կարևոր չափանիշը սեյսմիկ ռիսկի ճիշտ գնահատումն է, հանրության անվտանգության ապահովման տեսանկյունից, իսկ դրա ամենահուսալի երաշխիքը մասնագիտական պատրաստվածությամբ և պատասխանատվության բարձր զգացումով մասնագետների աշխատանքը։ Հարգելի գործընկերներ, շնորհակալություն ձեր բարեխիղճ ծառայության և նվիրումի համար։ Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ աշխատանքում և անձնական կյանքում։ Նշված է շնորհավորական ուղերձում։ Հուլիսի 14-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների կենտրոնակայանի կառավարող տնօրեն, Եվրամիության քաղաքացիական առաքելությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը։ Հուլիսի 14-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների կենտրոնակայանի կառավարող տնօրեն, Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ողջունելով Հայաստանում Եվրոպական միության նոր գործընկերության առաքելության մեկնարկի մասին Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի որոշման ընդունումը։ Արփինե Սարգսյանը շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության գործընկերներին, ընդգծելով, որ այն կարևոր նշանակություն ունի ներքին գործերի նախարարության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման տեսանկյունից։ Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունների հրամանատար Ստեֆանո Տոմատը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ընդգծելով ներքին գործերի նախարարության հետ ձևավորված սերտ գործընկերությունը։ Պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նպատակներն ու գործունեության հիմնական ուղղությունները, վերահաստատելով տարբեր ոլորտներում ներքին գործերի նախարարությանն աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը։ Կողմերն անդրադարձել են կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է այդ ուղղությամբ գերատեսչության թիրախային աշխատանքն ու արձանագրված արդյունքները։ Քննարկվել են ապատեղեկատվության, տեղեկատվական միջամտության, ճգնաժամային կառավարման, ինչպես նաև ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնի կարողությունների զարգացման վերաբերյալ հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժինը հերթական անգամ ճանաչվել է տարվա լավագույն ստորաբաժանում։ Սա բաժնի առաջին բարձր գնահատականը չէ։ Ստորաբաժանումը լավագույնն էր ճանաչվել նաև 2020 և 2021 թվականների գործունեության արդյունքների ամփոփմամբ։ Բաժնի ծառայողները վստահեցնում են, այս հաջողությունը թիմային համախմբված աշխատանքի, բարձր մասնագիտական պատրաստվածության և անմնացորդ նվիրումի արդյունքն է։ Երբ ծառայությունը ոչ թե պարզապես աշխատանքի այլ առաքելություն, իսկ յուրաքանչյուր աշխատանքային օր հանրային անվտանգության ապահովման պատասխանատու հանձնառություն, արդյունքները երկար սպասեցնել չեն տալիս։ Նվիրված հետևողական եւ արդյունավետ աշխատանքի շնորհիվ համայնքային ոստիկանության Արտաշատի բաժինը 2025 թվականի գործունեության արդյունքներով կրկին ճանաչվել է տարվա լավագույն ստորաբաժանում։ Սա բաժնի առաջին բարձր գնահատականը չէ, ստորաբաժանումը լավագույնն էր ճանաչվել նաև 2020 և 2021 թվականների գործունեության արդյունքների ամփոփմամբ։ Բաժնի ծառայողները վստահեցնում են, այս հաջողությունը թիմային համախմբված աշխատանքի, բարձր մասնագիտական պատրաստվածության և անմնացորդ նվիրումի արդյունքն է։ Այն ևս մեկ անգամ փաստում է, որ քաղաքացիների անվտանգության ապահովումն ու հասարակական կարգի պահպանությունը շարունակում են մնալ բաժնի գործունեության առանցքում։ Միաժամանակ բաժնի ուշադրության կենտրոնում են գտնվում գործունեության բազմաբնույթ ուղղություններ, որոնք պահանջում են հետևողական աշխատանք, արագ արձագանք, մասնագիտական բարձր պատրաստվածություն և մշտական պատրաստակամություն, ծառացած տարբեր խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու համար։ Քաղաքացիների վստահությունը մեզ համար առաջնային է, որպեսզի առաջին համայնքային ոստիկան եւ քաղաքացի փոխհարաբերությունը սկսվի ջերմ մթնոլորտում եւ վստահության շրջանակներում քաղաքացին հնարավորինս իր խնդիրների մասին մեզ բարձրաձայնի, տեղյակ պահի։ Հազանգեր ենք ստանում ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ, անմիջապես մեկնում ենք դեպքի վայր, օրենքով սահմանված կարգով բռնության ենթարկված անձանց հետ իրականացնում ենք աշխատանքներ եւ կայացնում ենք համապատասխան որոշումներ։ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի կարևորագույն խնդիրներից մեկը այսօր նաեւ անչափահասների հետ տարվող աշխատանքներն են։ Մենք պարբերաբար գրեթե ամեն օր այցելություններ ենք կատարում ուսումնական հաստատություններ, հանդիպում զրույցներ ենք ունենում աշակերտների
հետ, ուսուցիչների հետ, աշակերտների ծնողների հետ։ Առավել խոսուն են ցուցանիշները, որոնք լավագույնս արտացոլում են կատարված աշխատանքի ծավալը, արդյունավետությունն ու հանրային անվտանգության ապահովման գործում արձանագրված շոշափելի արդյունքները։ Դրանք ոչ միայն գնահատված աշխատանքի ամփոփումն են, այլև հիմք ձեռքբերումներն արժևորելու, հետագա անելիքները հստակեցնելու եւ նոր, ավելի բարձր նշաձողեր սահմանելու համար։ 2025 թվականի ընթացքում գրանցվել է 4201 հաղորդում։ Նշված հաղորդումներից 2235-ի ընթացքը լուծվել է քրեական դատավարության օրենսգրքում սահմանված կարգով։ Շեշտը դրել ենք օպերատիվ հետազոտական միջոցառումների, թմրանյութերի հայտնաբերման, գողությունների, ընտանեկան բռնությունների, անչափածների կողմից կատարվող հանցագործությունների կանխման, նախականխման, նախորդ տարվա ընթացքում բազմաթիվ բացատրական աշխատանքների արդյունքում ունենք բազմաթիվ կամավոր զենքզինամթերքի հանձնումներ, այդ թվում ինքնաձիգներ, նռնականետեր, նռնակներ, տարբեր տեսակի։ Բաժնիպետ Արտավազ Սարգսյանը վստահեցնում է բարձր գնահատականը, նաև նոր պատասխանատվություն է շարունակելու ծառայությունն առավել մեծ նվիրումով ու հետևողականությամբ, ամրապնդելու քաղաքացիների վստահությունն ու նպաստելու անվտանգ եւ պաշտպանված համայնքի ձևավորմանը։ Լավագույնը լինելուց ավելի դժվար է լավագույնը մնալը։ Այս հաջողությունը մեզ համար ոչ թե ավարտ է կամ վերջնակետ, այլ նոր պարտավորությունների սկիզբ։ Մենք շարունակելու ենք ամրապնդել կապը բնակչության հետ, բարձրացնել ծառայության որակը։ Մենք ցանկանում ենք մեր ծառայությունով այնպես անել, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի զգա, որ ոստիկանությունը բարեփոխվել է, որ յուրաքանչյուր բնակչի կողքին գտնվում է համայնքային ոստիկանը։ Յուրաքանչյուր հաջողության հիմքում կանգնած են մարդիկ, ովքեր իրենց աշխատանքով ամրապնդում են անվտանգ եւ քաղաքացիակենտրոն պետության հիմքերը, իսկ համայնքային ոստիկանության արտաշատի բաժնի այս ձեռքբերումը եւս մեկ անգամ վկայում է, որ բարեխիղճ, հետևողական եւ պատասխանատու աշխատանքը ձևավորում է կայուն արդյունքներ եւ արժանի գնահատականներ։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանում առաջարկվում է ընդունել էլեկտրաէներգիայի մասին նոր օրենք, որով նախատեսվում է շարունակել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը, զարգացնել մրցակցությունը եւ օրենսդրական մակարդակով ավելի հստակ պաշտպանել սպառողների իրավունքները։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մշակած նախագիծը հուլիսի 17-ին հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 17-ը։ Նախագծի հիմնավորման համաձայն Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկան 2004 թվականից հիմնականում գործում է ամբողջությամբ կարգավորվող մոդելով եւ իրական մրցակցության բացակայության հետևանքով տուժում են սպառողները։ Նոր օրենքի նպատակն է անցում կատարել մրցակցային առևտրի կանոններով գործող շուկայի մոդելին։ Օրենքը նախատեսում է ուժի մեջ մտնել 2029 թվականի փետրվարի 1-ից։ Այդ պահից էներգետիկայի մասին գործող օրենքի էլեկտրաէներգետիկայի ոլորտը կարգավորող դրույթները ուժը կկորցնեն։ Բյուրեղավան համայնքում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել։ Այս պահին 12 տուժած կա Նուռնուզ, Բյուրեղավան եւ Արզնի բնակավայրերից, որոնք ստացիոնար բուժում են ստանում Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։ Նրանց վիճակը բժիշկները կայուն են գնահատում։ Հոսպիտալացվածների թվում կան նաև երեխաներ։ Հիմնական ախտանշանները ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ։ Կոտայքի մարզի մի շարք համայնքներում աղիքային վարակի պատճառը նախնական տեղեկություններով ջուրն է։ Ավելի ուշ Վեոլիա ջուր ընկերությունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի ընկերությունը սահմանված կարգով եւ պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում եւ օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարած հետազոտությունների արդյունքներով խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսիահայ դերասան, դրամատուրգ եւ թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ոսկե մեդալով։ Արվեստագետը պարգևատրվել է ի նշանավորումը համաշխարհային թատերարվեստում եւ կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի, հայկական մշակույթը միջազգային հարթակներում արժանապատվորեն ներկայացնելու, ինչպես նաեւ հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման ուղղված երկարամյա եւ բեղմնավոր գործունեության համար։ Սիմոն Աբգարյանին է հանձնվել նաեւ ոսկե ծիրանի վարպետ մրցանակը։ Նա Երևանի ոսկե ծիրան 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից է։
ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհրդի գլոբալ ազդեցության նախաձեռնությունների ավագ փոխնախագահ Քրիստեն Քաուֆմանի և շրջակա միջավայրի ու կայուն զարգացման ավագ տնօրեն Ագնես Վինբլադի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհրդի միջև համագործակցության հնարավորությունները, մասնավորապես կայուն զարգացման այդ ուղղությամբ քաղաքականությունների մշակման, մասնավոր հատվածի ներգրավման և միջազգային գործընկերությունների ընդլայնման ուղղություններով։ Դեսպանը նաև հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինիի հետ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները, համագործակցության հիմնական ուղղությունները։ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը տիկին Ռենո Բասոյին փոխանցել է Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերը, մասնակցելու Երևանում կայանալիք կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նիստին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանին։ Հանդիպումը կայացել է 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական կազմակերպչական աշխատանքների շրջանակում։ Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերին։ Հանդիպման ավարտին կողմերը հստակեցրել են համատեղ աշխատանքի հետագա քայլերը, նախանշել ժամկետներ և պայմանավորվել շարունակել համակարգված համագործակցությունը։ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Մարդիսալու Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Էստոնիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։ Վրաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի հարևան 3 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ու այդ հարաբերությունների խորացումը կարևոր դեր ունի երկրի կապակցվածության և տարանցիկ գործառույթի զարգացման համար։ Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանում կապակցվածության զարգացման ուղղությամբ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում և ծրագրի համաձայն մինչև 2031 թվականը գործնականում բոլոր արագընթաց ավտոմայրուղիները արդեն կառուցված կլինեն, բացառությամբ մեկ կոնկրետ հատվածի։ Բացի դրանից ակտիվորեն շարունակվում են երկաթուղու արդիականացումը և դրա կարողությունների հզորացումը։ Վրաստանի վարչապետի խոսքով ենթակառուցվածքներում իրականացվող լայնածավալ ներդրումները կնպաստեն երկրի տարանցիկ գործառույթի հետագա զարգացմանը։ Ռոսել Խոզնաձորը դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը Ռուսաստանի արտահանման համար ծաղիկների սերտիֆիկացումը դադարեցնելու խնդրանքով։ Բուսասանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը, ընդ որում արտադրանքի արտաքին բնութագրերով և փաթեթավորման առանձնահատկություններով այն նույնական է նախկինում Հայաստանից ներկրվողին։ Ռոսել Խոզնաձորն ավելի վաղ տեղեկացրել էր Իրանին հայկական ծաղկային արտադրանքի նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումների մասին, ասվում է գերատեսչության հայտարարությունում։ 2026 թվականի մայիսի 22-ից արգելվել է Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծումը։ Եվ շարունակելով թեման, Ռոսել Խոզնաձորը սահմանափակում է թուրքական 5 արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան։ Նշվում է, որ սա ժամանակավոր միջոցառում է։ Որոշումն ընդունվել է այն պատճառով, որ Թուրքիայից Ռուսաստան ներմուծվող կորիզավոր մրգերի խմբականակներում պարբերաբար հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային համարվող վնասական տարրեր, ասված է Ռոսել Խոզնաձորի հաղորդագրության մեջ։ Անկարան դեռ չի արձագանքել այս որոշմանը։ Միջազգային առավել ուշագրավ նորություններին ծանոթացեք տեսաշարով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնազերծել է հետախուզական տվյալներ, որոնք նրա խոսքով ցույց են տալիս, որ Չինաստանն ազդել է ԱՄՆ ընտրությունների վրա։ Իր 25 րոպեանոց հեռուստաուղերձում Թրամփը նշել է, որ 2018 թվականին Չինաստանը փորձել է ազդել միջանկյալ ընտրությունների, իսկ 2020 թվականին նախագահական ընտրությունների վրա։ Նրա պնդմամբ Չինաստանն անօրինական կերպով ստացել է 220 միլիոն ամերիկացի քվեարկողների տվյալները, այդ թվում անունները, կոնտակտային տվյալները եւ կուսակցական նախընտրությունը։ Թրամփի խոսքով Պեկինն այդպիսով փորձում էր այնպես անել, որ ինքը պարտվի 2020 թվականի ընտրություններում։ Այդ ժամանակ Թրամփը պարտվել էր դեմոկրատ Ջո Բայդենին։ Չինաստանը բազմիցս հերքել է ընտրություններին միջամտելու հետ կապված բոլոր մեղադրանքները։ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին եւ նրա պակիստանցի գործընկեր Իսահակ Դարը Շանհայում կայացած բանակցությունների ընթացքում կոչ են արել ԱՄՆ-ին եւ Իրանին հրադադար հաստատել եւ վերսկսել երկխոսությունը։ Վանին կոչ է արել բոլոր կողմերին կատարել իրենց պարտավորությունները եւ հետեւել հրադադարի մասին փոխըմբռնման հուշագրին։ Դարը Չինաստանում է գտնվում մասնակցելու առաջիկա արհեստական բանականության համաշխարհային համաժողովին։ Նախատեսվում է նաեւ, որ նա Պակիստանի կառավարության անունից կստորագրի արհեստական բանականության համաշխարհային համագործակցության կազմակերպության ստեղծման մասին համաձայնագիր։ ԱՄՆ-ն արդեն 6-րդ գիշերը շարունակ հարվածներ է հասցրել Իրանին։ Երկրում կան զոհեր։ Հարվածների տակ են հայտնվել քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Թեհրանը պատասխանել է թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան օբյեկտները։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածների նպատակն էր ել ավելի նվազեցնել Իրանի ռազմական կարողությունները եւ պատասխանատվության ենթարկել Իրանին առևտրային նավագնացության վրա վերջին հարձակումների համար։ Ըստ X-ում տարածված հաղորդագրության հարվածի են ենթարկվել տասնյակ թիրախներ, այդ թվում ափամերձ հսկողության եւ հակաօդային պաշտպանության կայանքներ, ռազմական լոգիստիկայի ենթակառուցվածքներ եւ ծովային կարողություններ։ Ըստ իրանական իռնագործակալության երկրում ամերիկյան հարվածներից մահացել է 7 մարդ։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ թիրախավորել է Քուվեյթում եւ Բահրեյնում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքները։ Տեխասում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել, առնվազն 2 հոգի զոհվել է։ Տեխասի որոշ հատվածներում ընդամենը 3 օրում արդեն իսկ տեղացել է 1 տարվա նորմային համարժեք անձրև։ Պաշտոնյաների տվյալներով առնվազն 2 մարդ է զոհվել եւ իրականացվել է փրկարարական ավելի քան 230 գործողություն։ Նշենք, որ նույն տարածաշրջանում անցյալ հուլիսին տեղի ունեցած ջրհեղեղը խլել էր ավելի քան 130 մարդու կյանք, այդ թվում ամառային ճամբարում գտնվող տասնյակ աղջիկների եւ նրանց ուղեկցողների։ Կանադայի անտառային հրդեհներից առաջացած թանձր ծխամշուշը պարուրել է Նյու Յորքը։ Ծուխը մեգապոլիս է հասել դեռևս հուլիսի 15-ին եւ թանձրացել հուլիսի 16-ի երեկոյան։ Տեսանելիությունը մի քանի կիլոմետրից նվազել է մինչև մի քանի 100 մետր։ Նյու Յորքում օդի որակի ինդեքսը, որը հուլիսի 15-ին հասել էր 179-ի, կազմում է 208, ինչը նշանակում է շատ վնասակար առողջության համար։ Կանադայի իշխանությունների տվյալներով երկրի տարածքում գրանցվել է ավելի քան 800 անտառային հրդեհ, որոնցից մոտ 100-ը դեռևս չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել։ Եվ շարունակելով թողարկումը, Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կայացած Հայաստանի մաքսային համակարգում արհեստական բանականության կիրառում եւ կառավարում թեմայով դասընթացին։ Դասընթացների ընթացքում քննարկվել են Չինաստանի մաքսային ընդհանուր համակարգերի գործունեությունը, ինչպես նաեւ մաքսային ծառայության եւ հսկողության ոլորտում արհեստական բանականության գործիքների եւ խելացի սարքավորումների ներդրման առաջավոր փորձը։ Երկու երկրների միջև ձևավորված մասնագիտական կապերը, կիրառելի լավագույն փորձը եւ նոր գիտելիքները կծառայեն Հայաստանի մաքսային վարչարարության թվային վերափոխման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Չինաստանի մաքսային մարմինների միջև հետագա սերտ համագործակցության զարգացման համար։ Թուրքիայում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը վնասներ հասցրած քաղաքացին կալանավորվել է։
Օրեր առաջ Ստամբուլի Սկյուտար շրջանի Բաղլարբաշ թաղամասում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատունը հարձակման էր ենթարկվել, որի հետևանքով վնասվել էին 6 գերեզման և 1 աղբյուր։ Վանդալիզմի դեպքի կապակցությամբ Պոլսո հայոց պատրիարքարանը դատապարտել էր այս հարձակումը և ահազանգել ոստիկանություն, ինչից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր այս գործով հետաքննություն սկսելու մասին։ Իրավապահ մարմիններին տրված հանձնարարականների արդյունքում որպես կասկածյալ էր ճանաչվել ՄԿ-ն։ Նա բերման էր ենթարկվել 48 ժամը չլրացած 2026 թվականի հուլիսի 9-ին։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը օրինականացրել է Կոտայքի մարզի Արտավազ համայնքին պատկանող հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը, պատմում է տեսանյութը։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարն օրինականացրել է Կոտայքի մարզի Արտավազ համայնքին պատկանող հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը։ Մասնավորապես պարզվել է, որ վերը նշված անձը Արտավազ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողամասն իրենը դարձնելու նպատակով պաշտոնական փաստաթղթերում ներառել է կեղծ տեղեկություններ, այդ կերպ անհատույց օտարելով 17 միլիոն 940 հազար դրամ շուկայական արժեքով հողամասը։ Այնուհետև ապօրինի գործարկում իր մասնակցությունը թաքցնելու համար հիշյալ պաշտոնյան գույքի ձեռքբերումը իրականացրել է Արտավազ համայնքի 2 բնակիչների անվամբ և նույն համայնքի ղեկավարի օժանդակությամբ։ Բացի այդ, հիշյալ պաշտոնյան որպես գույքի փաստացի տնօրինող դրա հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով գույքի սեփականատիրոջն ուղղորդել է հողամասը ձևական առուվաճառքի պայմանագրով 1 միլիոն դրամով օտարել իր ազգականին և վարորդին, կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարին ու նրան օժանդակած 2 անձանց մեղադրանքներ են ներկայացվել։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Բացահայտել են վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր։ Ձեռք բերված փաստական տվյալների և հանգամանքների վերլուծության և ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՌԿ-ի կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերությունների գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 870 միլիոն դրամի վնաս։ Մանրամասները տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներում մշակել, ձեռնարկել և իրականացրել է համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ, վառելիքի ոլորտում հանցավոր սխեմաներով համատեղ գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու նպատակով։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծվում ավիակերոսին, որի իրացման վերաբերյալ ՊԵԿ տեղեկատվական բազայում տեղեկություններ առկա չեն։ Հարկային իրավախախտումների կանխման և բացահայտման նպատակով ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՌԿ-ն դրածո անձանց միջոցով ստեղծել է 9 ընկերություն։ Այս ընկերությունների անվամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել զգալի ծավալի ավիավառելիք, որն էլ հետագայում վաճառվել է Հայաստանում գործող տարբեր անձանց, առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման։ Տվյալ 9 կազմակերպություններից 3-ը իրացման վերաբերյալ չեն ներկայացրել համապատասխան հաշվարկ հաշվետվություններ, իսկ 6 կազմակերպության կողմից ներկայացված հաշվարկներում արտացոլվել են խեղաթյուրված տվյալներ։ Այս եղանակով խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։ Ձեռքբերված փաստական տվյալների և հանգամանքների վերլուծության և ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՌԿ-ի կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերությունների գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 870 միլիոն դրամի վնաս։ Բացահայտված դեպքերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցավոր խմբում ներգրաված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանց կանխելու ուղղությամբ։ Միաժամանակ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին հայտարարել իրական իրացման շրջանառությունները։
Եվ վերջում եղանակի մասին։ Երևանում հուլիսի 17-ից 18-ը, 21-ից 22-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հուլիսի 19-ից 20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հուլիսի 17-ից 3-ը, 18-ից 19-ը գիշերը եւ կեսօրից հետո, 20-ից 22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Արմավիրում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում հուլիսի 17-ից 22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Այս եթերաժամի համար նախապատրաստել էինք այսքանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում լավ հանգստյան օրեր, կհանդիպենք։